Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Միջոցառումն անցկացվել է Էրմիտաժ թանգարանային համալիրում։ Ռուսաստանի նախագահը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, նաև հույս հայտնել, որ հաջորդ տարի նույնպես փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Երկրների առաջնորդներն Էրմիտաժի տնօրեն Միխայել Պիատրովսկու ուղեկցությամբ շրջել են թանգարանային համալիրում, այդ թվում Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում։ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան անցակետում ենթակառուցվածքների եւ լոգիստիկ կարողությունների ամրապնդման գնահատում է անցկացվել։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ մի շարք պաշտոնյաներ այցելել են սահմանային անցակետ, տեղեկություններ ստացել իրականացվող աշխատանքների մասին ու գնահատականներ տվել ենթակառուցվածքային եւ լոգիստիկ կարողությունների ամրապնդման վերաբերյալ։ Բաքուն կրկին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին է անդրադարձել։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, թե իր երկրի տարածքում միջանցքի շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով։ Նա ասել է նաև, թե ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է եւ կծառայի թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե այլ երկրների։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմինը անընդունելի է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաչապահյանն Իզմիրլյան բժշկական կենտրոնում է, նրան դեռևս չեն վիրահատել։ Նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր ԵՄ-ին հայտնել է, որ Միքայել arczepiskopos-ը հետազոտությունների փուլում է, փորձել են իջեցնել շաքարը, կարգավորել հարակից այլ խնդիրներ։ Վիրահատությունը ամենայն հավանականությամբ կլինի շաբաթվա վերջին, ասել է փաստաբանը։ Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու մասին։ Այս տարվա ամռանը Բրյուսելում Մոսկվայի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգել էին մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Նշվում է, որ տնտեսական միջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022-ի փետրվարից ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված անհիմն եւ անօրինական ռազմական ագրեսիայի։ Վաշինգտոնը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում յուրաքանչյուր կողմի պահանջների հստակ ըմբռնումը նշանակալի առաջընթաց է համարում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, բոլոր հարցերը հիմա բացահայտ են քննարկվում։ Ըստ Վենսի ամենամեծ խնդիրը Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողությունն է, բայց կան նաև ավելի փոքր խնդիրներ, ինչպիսիք են Զապորոժիայի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցումը։ Վենսը վստահեցրել է, ուկրաինացի բանակցողները մասնավոր զրույցներում ընդունում են, որ Դոնբասում մարտական գործողությունների միջոցով չեն կարողանալու տարածք պահել։